Շատ սիրելիներ, կփարևենք ցեզի եւ այսօր Պարկուդանգասզո երեքշաբթի է եւ հայտնության քրքի սերդողության օրն է բոլոր անոնք որոնք կհետևին դերը օրհնե ցեզի դուք երանելի եք եւ լավորցեր կյանքի մեջ տեսնակ ըսկակ այդ փոփոխությունները ինչ որ դերը կգործե եւ կաշխատի ձեր սրդի մեջ եւ ձեր հոգին մեջ եւ ձեր մտքին մեջ բարև Փիթեր նախքան սկսիլը վստահ եմ որ գուզես բզիկ ասենք հիշեցումը անել վերականգնումը անել այո ուրեմն մեկ հատ մեր screen-ը share անենք այստեղ եւ շուտ մը գուզեմ կարճ վերականգնը հետեւյալը պիտի լա ուրեմն գուզեմ այս իր գարույցը ընդհանուր նորեն հիշենք ուր ենք որ չմոռնանք մեր ընթացքը ուր գերտագորի վերջո բանով գարույցը քիրքին հայտնության քիրքին մենք հասանք երրորդ բաժինը որ 8-րդ գլխու 6-ն մինչև 11-րդ գլխու 19 համար 11-րդ գլխուն վերջին համարը այնտեղ կվերջանա 7 փողերը ուրեմն մենք անցյալ անգամ երբ որ նայեցանք Դեսանք որ երբ որ 7-րդ գնիկը Քրիստոս բացավ խորանին արչև երկնայիններուն մեջ 7 հրեշտակներ 7 փողերը սկսան հնչել Եվ այդ 7 փողերը չհնչած գեշ ժամ լրություն մգար որուն այդ գեշ ժամվա լրությունը 8-րդ գլխու մեգեն 5 համարներն էր որ մենք գարձեմ գարին պիտի բացատրեց որ պետք է այդ հերթականությունը մենք ճշտեցինք ուրեմն հիմա 7-րդ փողը չհնչած ինչպես որ 7-րդ գնիկը չփածված 6-րդ գնիկը երբ որ փածավ Քրիստոս խորանին արչև 7-րդ գլուխը ընդմիջում մներ փածադրություն էր որ ով գրնա գանկնիլ քարնուգին փարգության արչև որ 6-րդ գլուխը հայտնության քիրքին վերջին համարներ հարցումը ով գրնա գանկնիլ պատասխանը դրվեցավ 7-րդ գլխու մեջ հայտնության այդ հարցումին այդ կե վերջներ որ 8-րդ գլխուն մեջը 7-րդ գնիկը բացվեցավ եւ առաջին 6 փողերը հնչեցին եւ անոնք արձանագրված էին 8-րդ գլխու 6 համարեն մինչեւ 9-րդ գլխուն վերջը այդ 6 փողերը հիմա նորեն ընդմիջումը պիտի լա եւ այս անգամ 10 գլուխը հայտնության եւ մասը 11-րդ գլխուն եւ երկու տարբեր բաներ այնտեղ պիտի ներկայացվին որում մենք այսօր պիտի միայն մեկ հատ շոշափենք 10-րդ գլխուն մեջ եւ 7-րդ փողը պիտի հնչվի 11-րդ գլխուն մեջ 15 համարին մեջ թերհոն չենք հասած չեմ ուզեր ավելի առաջ ընկնել մենք հիմա պիտի այս պատկերներով այս բոլորը ուրեմն ուզեմ պատկերացնեք այստեղ ներքևը այս աղույսին ուզեմ տեսնանք որ այս բոլորը ինչ որ կկատարվի որ Քրիստոսի առաջին քալուստեն որ ինքը ծնավ մերավ հարություն արավ եւ համբարձավ երկինք այս բոլորը այդ ժամանակեն մինչեւ Քրիստոսի երկրորդ քալստյան որտեղ պիտի կա թադելու մերելները արդարները եւ ոչ արդարները այս թեփքերը այս փողերը արդեն հնչելու սկսած էին առաջին թարեն եւ փայծ աստիճանաբար իրենց աստեցությունը կշատնա թարերու ընթացքին եւ մեր ժամանակին բայց չենք գիտեր ավարտը երբ պիտի կա ուրեմն մենք չենք ուզեր գուշակել եւ օր մտալ կամ շատեր ինչ որ կփորձեն անել այսօր գուշակել հայտնության քիրքը գուշակելու համար միան կործածել մենք ընդհանուր ծրագիրը միան բարձրապես կներկայացնենք միայն Աստված եւ Հիսուս հիմա գիտե այդ օրը երբ պիտի լա երկրորդ քալստյան Այս բոլորը եւ որ ավարտվի որ գրկնություններ գլան որ այս 7 աշտանակները 7 գնիկները 7 փողերը վերջի տեսնանք 7 սկավառակները ասոնք ամեն կգադարվին որ առաջին եւ իր երկրորդ քալստի միջև եւ որ ինքը կա նոր երկինք նոր երկիրը կսկսի եւ ուրիշ ծրագիր չկա այդ կերջ հավիտենականություն կա որում մեջ կամ թժողքի մեջ պիտի մարդիկ
դանչվեն կամ տրախտի եւ Աստծո ներկայության մեջ անոնք որ վստահեցան Հիսուսի իբրև Տեր եւ Փրկիչ։ Այսօր անգլերենով ես in millennialism անվանած եմ, որ լատիներական անվան millennial բառը ասել է հազարամյա։ Մենք արդեն փոխապերական միտքով այդ հազարը բացադրեցի նախքին վիդեոներում մեջ կրնակ երթանայել եւ վերջին 20-րդ քուխունն աբիդի վերջին գլուխներում մեջ ավելի խորունկ մտնանք այդ արդեն հազարամյայի մեջն ենք փոխապերական միտքով որ երկար ժամանակ մնե հազարը բացադրեցինք որ մեկ օրը 1000 դարիներ կամ օրվա նման է եւ 1000 օրը մեկ օրվա Աստծո համար ժամանակը դուրս է ինքը եւ ժամանակը 1000 որ գսե երկար ժամանակ մը չենք գիտեր ինչքան երկար okay so հիմա նկարի մեջ կուզեմ նայել որ ինչ բարձրապես հասկանալու Քրիստոս է որ այդ 6 կնիկները բացած էր Վերջը կես ժամ 7-րդ քուխում 1-17 համարներու մեջ լրություն եղավ որ 8 քուխուն մեջ 1-6 համարներու մեջ տեսանք 7 գնիկը բացավ 7 գնիկը փանալու մեզ երկինքը 7 հրեշտակները պատրաստվեցան 7 փողերը որ 8-րդ քուխու 2-րդ համարի մեջներ եւ ադկե վերջը այս 7 փողերը լրիվ չեն հնչած միան 6-րդը հնչեց 9-րդ քուխու 13-ին 21 համարի մեջ եւ մենք պիտի սկսենք հիմա 10 գլուխ այսօր եւ պիտի կարդա Գարինը քույրը մեզ համար եւ պիտի սկսենք սորվիլ այս քուխուն նպատակը եւ իմաստը խնդրեմ Գարին քույր եթե գրնաս ընթերցել մեզ համար Ուրեմն հայտնություն 11-ին պիտի առնենք մինչև 11-ը դեսա ուրիշ զորավոր հրեշտակմա որ երկնքեն գիչներ ամը հակաձեր եւ իր գլխուն վրա ձիաձանգար իր երեսը արևի բեսեր եւ իր ոտքերը գրագի սյուներու բես իր ցերկը քրքույկ մը ուներ բացված իր աջ ոտքը ծովուն վրա թրավ եւ ցախը ցամաքին վրա եւ մեծ ցայնով աղաղագեց արյուծիմը մրնչունին բես Երբ աղաղագեց 7 որոդումները իրենց ցայներով խոսեցան Երբ 7 որոդումները խոսեցան ես պիտի գրեի բայց երկնքեն ցայնը լսեցի որ գսեր Գնքե այն բաները որոնք 7 որոդումները խոսեցան ու զանոնք մի գրեր Այն հրեշտակը, որ ծովուն վրա ու ցամաքին վրա գայնած դեսա, իր աջ ցերկը երկինք վերցուց, ու երթում ըրավ Հավիդյանս Հավիդենից գենթանի եղողին վրա, որը ստեղծեց երկինքը ու ինչ որ անոր մեջ է ու երգիրը, եւ ինչ որ անոր մեջ է եւ ծովը, եւ ինչ որ անոր մեջ է, թե ալ ժամանակ պիտի չլա։ Հաբա 7-րդ հրեշտակին ցայնին օրերը, երբ փողը հնչեցնե, Աստծո խորհուրդը պիտի կատարվի, ինչպես իր ձեռաներուն, մարգարեներուն ծանոթանեց։ Անցայնը, որ երկնքեն լսեցի, նորեն խոսեցավ ինձի ու ըսավ. Քնա, առ այն բաց քրքույկը, որ ծովուն ու ցամաքին վրա գայնող հրեշտակին ցերկն է։ Ես ալ հրեշտակին կացի ու ըսի անոր. դուր ինձի այդ քրքույկը։ Ան ըսավ ինձի. առ, ասիգա ու գեր, եւ քո փորիտ մեջ Թարնություն պիտի պատճառե, բայց փեռնիտ մեջ մեղրի պես անուշ պիտի ելա։ Եվ քրքույկը հրեշտակին ցերկեն արի ու գերա զանիգա։ Փեռնիս մեջ մեղրի պես անուշ էր, եւ ուդելես յետքը փորից մեջ թարնությունը սկացի։ Ան ըսավ ինձի. պետք է որ դու նորեն մարգարեությունը նես շատ ժողովուրդներու եւ ասկերու ու լեզուներու եւ թագավորներու վրայով։ Այո, շնորհակալ եմ Գարին քույր։ Ուրեմն, գուզեմ որ սկսենք ամիջապես 10-րդ քուխուն առաջին համարեն։ Ուրեմն Հովանեսն է նորեն, որ հրեշտակ մգտեսնա, որ հզոր հրեշտակն ինչ որ այս եթե քիչ մշարժեմ այսպես աճ կրնակ տեսնալ մեր յետին Գարին քրոջ յետևնա իմ յետևնալ այսպես հզոր հրեշտակ մգայնած է, որ մեկ ոտքը երկրի վրա, մեկ ոտքը ցամաքի վրա եւ փայլատակումներ գլան եւ ցերկը քրքույկ ունի եւ եկածը գխոսի գոր։ Եվ երկինքեն գիչնար այս հրեշտակը։ Այս նկարի մեջ ավելի բարձ գերեվի կտեսնակ այնտեղը նկարի մեջնալ նկարողը
Pat Marvenko անունով քույրմն է, որ Ամերիկա կփնագի եւ դարիներ առաջ ինձ թույլտվություն տված էր, որ իր նկարները կործածենք, ասոնք ուզեմ հիշեցնել, որ Փարացի օրեն, ճիշտ ոչ այս նկարը անշուշտ, բայց Հովանես Փարացի օրեն կտեսնար այս տեսիլքները։ Արթուն եղած ժամանակ ինքը Պատմոս կղզին վրան է եւ տեսիլքներ կտեսնար, բայց մենք պետք է ոչ թե դեսիլք առնենք եւ Փարացի օրեն ասենք հեշտագը այսպես մարմին բիդունենա եւ քայ եւ փայլատակումներ 7 հատ պիլան եւ այլ ասենք այս դեսիլքը ինչ իմաստ ունի իմաստ եւ այդ իմաստները մենք չի պիտի մեր միտքեն եւ երևակայությունեն փորձենք մեկնաբանել այլ Աստվածաշունչը հին գդագարանը մասնավորապես որտեղ շատ ոչ թե մեջբերումներ կան ուղիղ, այլ ակնարկներ եւ պատկերներ կամ թեփքեր, որ եղած են հին գդագարանի մեջ, որ անոնցմե մենք կրնանք սորվիլ կամ հասկանալ իմաստները եւ այդ մեջբերումները անելով կամ ակնարկները ցուցաբերելով բացադրել իմաստը ինչ որ կկատարվի որ այս տեսիլքին եւ այս նկարի մեջ նկարագրված Փարացի օրը ուրեմն այս հրեշտակը գսե ինքը շրջապատված էր մեծ ամբովը եւ իր քուխուն շուրջը կամ իր շուրջը գար մի հատ մեծ ձիածան եւ իր երեսը արևի նման գփայլեր եւ իր ոտքերը բղինցի նման գրագե ոնց որ անցած եթե մենք հիշենք հարաչին քուխուն մեջ եւ դու կրնակ իդ երթալ եւ այդ վիդեոն դիտել նայել ինեն 20 համարները հայտնության քիրքին մենք տեսանք որ Հիսուս նման ցևով նկարագրված էր Հովանեսի կողմեն որ Հիսուսի դեսա, բայց Հիսուսին դեսա ոչ թե հրեշտակի գերբով, մարդու որդու նման, եւ այնտեղ դեսա, որ փերանեն երկսարի սուրմը գելեր, աչքերը գրագի փոցի նման, երեսը արևի նման կփայլեր, իր աչ ցերկը ուներ 7 աստղեր այդ բատկերի մեջ եւ ոտքերը նորեն հնոցի մեջ են անցած իբրև բղինցի նման գրագոտ այսպես նկարագրված էր ջաբավեմ ուներ իր պատմոջանին վրա այդ նկարակիրը կամ նկարագրված պատկերը նման է այս հրեշտակին հզոր հրեշտակն եւ անորոշ շատեր կգարձեն որ այստեղ Հովանես կտեսնա որ Հիսուս Ետ եկած է եւ Հիսուս իրեն այս քրքույկը կբերե որ ինչպես կտեսնանք այստեղ փոխանակ իր ցախ ցերքին մեջը աստղերը լան 7 հատ այստեղ գա մագաղատը իր ցախ ցերքին մեջ եւ ուրեմն շատեր գխորի մեկնաբանողներ որ այս շատ հավանական է որ Հիսուսն է որ նորեն գուկավոր եւ Հովանեսը Հիսուսը կտեսնավ բայց ավելի գխորին որ Աստվածաշունչի մեջ Հիսուս իբրև հրեշտակ փնավ չի ներկայանար ինքը Աստծո որդին կամ մարդու որդի կամ Աստված դարբեր անուններով ինքը նկարագրված է բայց ոչ թե իբրև հրեշտակ բայց կուզեմ վարյամը գարինքույր առաջին քուխուն առաջին համարը նորեն երթանք կարդանք հայտնության քիրքին եւ այնտեղ պիտի տեսնանք որ գսե այնտեղ որ Աստված այս հայտնությունը տվավ իր որդին Հիսուսին եւ անգե վերջը հետաքրքիր է ինչ գսե որ տվավ իր հրեշտակին որ դա Հովանեսին որ տվավ 7 եկեղեցիներուն եւ ի վերջո այդ 7 եկեղեցիներուն միջոցով հասավ մեզի ուզես թե մի հատ առաջին համարը բարձրապես ընթերցա ինչպես որ Առաջին գլուխին առաջին համարը Հիսուս Քրիստոսին հայտնությունը որ Աստված տվավ իր ծառաներուն ցուցնելով ինչ որ շուտ օբիդիելա եւ իր հրեշտակին ցերկով գրգելով իր Հովանես ծառային իմացուց որ Աստծո խոսքին վկայությունը ըրավ ու Հիսուս Քրիստոսին վկայությունը ինչ որ տեսավ երան այնտեղը կփավե արդեն կտեսնանք որ Աստված գուտագոր հայտնությունը իր որդին Հիսուսի Հիսուս գուտագոր հրեշտակին որուն միջոցով հրեշտակը գուտագոր Հովանես իր ծառային հիմա մենք տեսանք որ
4-րդ քուքուն մեջ եւ 5-րդ քուքուն մեջ ավելի ճիշտ է սկիզբը երկինքի մեջ խորանը եւ այնտեղ մարդու որդին եւ որ հոգեկալստյան օրը համբարձավ եւ մտավ սրբության սրբոցը այնտեղ ինքը ներկայացուց իր անձը իր արյունը հոր Աստծո առջև եւ այնտեղ պաշտամուն կլար ի վերջո հարցումը դրվեցավ որ ով պիտի գրնա քրքույկը որ Աստծո աջ ցերքին մեջն էր ով գրնա այդ մագաղաթը վերցնել Աստծո աջ ցերքեն եւ ասվեցավ որ մեկը չի գա երկինքի մեջ կամ երկրի վրա բացի Քրիստոս ինքը ուրեմն Քրիստոս վերցուց այդ հոր Աստծո աջ ցերքեն որ ամուր բռնված էր եւ 7 գնիկները ամուր իրեն բահած էր իր մեջի պատկամը որ մեկը չի կարողանա փանալ կարդալ ինչ կա Քրիստոս փացավ Քրիստոս արավ եւ հիմա շատեր գավադան որ իր հրեշտակին դված է եւ այս հրեշտակը հիմա գուքա որ եւ մենք պիտի տեսնանք որ այս քուխուն վերջը այդ հրեշտակը կփոխանցի որ Հովանեսին որ ինքը առնե եւ ուդե եւ մարսե եւ վերջը Հովանես փոխանցե պատկամը բոլոր ազգերու եւ ժողովուրդներու եւ թագավորներու եւ շատեր գահավադան որ այս քրքույկը այն է ինչ որ Հիսուս վերցուց Աստծո աջ ցերքեն դվավ իր այստեղ նկարագրված հզոր հրեշտակին որ շատ նման է իրեն ինչպես տեսանք հայտնության առաջին քուխու առաջին համարի մեջ 9-րդ համարեն 20 համարներու մեջ եւ հիմա Հովանեսին կփոխանցվի so մենք եւ կան ուրիշներ որ գավադան որ այս բզդիկ քրքույկ մնե որով քիչ մդարբեր ցեվով կներկայացնե հունարենի մեջ որ միայն ավետարանին պատկամն է որ Հովանեսին այս հրեշտակը կփերեգոր որ փոխանցի եւ քարոզե բոլոր ազգերուն այս ես ավելի գհենմիմ այն մեկնաբանության որ Քրիստոս այդ ինչ որ Աստծո աջ ցերքեն վերցուց 5-րդ քուխուն մեջ իբրև քարն Աստուծո եւ արժանի էր վերցնելու որով իր արյունով մեզի փրկեց ամեն ցեղելեզի ազգը եւ արավ եւ այստեղ մեզի ավելի բարձորեն ներկայացվի որ հրեշտակին դված էր թեգուց հերթականությամբ կխախտվի որ հերթականությունը բայց 10-րդ քուխուն մեջ Հովանեսին այստեղ կշեշտվի որ ասիկա ար գեր մարսե եւ հիմա պիտի թուն երթաս եւ այս մեջի քրվածները պիտի փոխանցես բոլոր ազգերուն բոլոր ժողովուրդներուն եւ թագավորներուն ուրեմն անցնենք այս պատկերին մի քանի իմաստներուն ամեն առաջ պիտի խնդրեմ որ Կարին քույր գարթաս եւ այստեղ ուրեմն հիմնական միտքն է հասկանանք որ այս հրեշտակը ինչ կնե որ այս քրքույկը պիտի դա Հովանեսին որ վերջին համարներու մեջ պիտի տեսնանք եւ գոչում մը գդրվի որ իրեն առաջին քուխում մեջ տեսանք որ պետք է քրել ինչ որ տեսնա եւ լսե այստեղ իրեն գսվի որ ասոնք ար եւ գեր հիմա պիտի տեսնանք որ փարացիորեն այս քրքույկը կամ մագաղաթը չի պիտի ուդե այլ պիտի մարսե պիտի հասկանա պիտի վերցնե իրեն համար եւ պիտի քարոզե ուրեմն այս իր գոչումն է իրեն գանչն է որ դերը այս հրեշտակի միջոցով իրեն պիտի խրգե որ դարաձե այս մագաղաթի մեջի քրված խոսքերը մարսված վիճակով այս է ընդհանուր պատկերը հոս հիմա քիչ ավելի մանրամասն պիտի մտնանք ուրեմն ուզեմ որ ամենը առաջ նայենք այս արևի նման գրագի նման եւ ձիաձանը ասոնց միտքերը քիչ ավելի բարձ հասկանանք ուրեմն Կարին քույր եթե գրնաս մի հատ 17-ից քիրքին 10-րդ քուխուն 21 համարը գարտալ գուզեմ խոսիլ անոր մասին Սիրո ուրեմն դերը անոնց արչևեն գերտար ծորեգը ամբիսյունով անոնց ջամփած ցուցնելու համար ու քիշերը գրագիսյունով անոնց լույս դալու համար որբեսի ծորեգ ու քիշեր երթան Okay, ուրեմն այս համարը կոնտեքստի մեջ գխոսի որ Աստծո ներկայությունը ամբիսյունի նման Իսրայելի ժողովուրդը առաջնորդեր Եգիպտոսեն թեպի Կանանու երկիրը, թեպի Ավեդյալ երկիրը։ Այդ ամբիսյունը օրվան ընթացքին ամբի նման էր եւ գծածկեր Իսրայելին ցևովը պաշտպանելու իրենց արևեն
արևին ջարակայքներեն եւ այլն քիշերը գրագի սյունի նման էր որ գլուսավորեր եւ գտակցներ այդ ջամբարը այդ իրենց որ հավաքված էր խորանին շուրջ ամեն օր պիտի ջամփորդեին եւ 40 տարի այդ ցևով դակցան այդ բաղը անաբադի մեջ քիշերները եւ այդ գրագի սյունը այդ միտքով իրենց պաշտպաներ եւ տակ կբահեր եւ առաջնորդեր իրենց նաեւ ասո փառքը գերեւնար այդ ամբիսյունով ուր որ սրբության սրբոց այդ ամբիսյունը այնտեղ ասո ներկայությունը կխորհրդանշեր ուրեմն այս ամբը որ ծածկե որ այս հեշտագին որ այդ հեշտագ բարը հունարենով անգելոս բարն է մենք խոսեցանք այսօր մասին պատկամափերս է ուրեմն ասիկա պատկամափեր մնե կներկայացնե որ Քրիստոսը հզոր պատկամափեր մնե որ մեկ ոտքը Ձովում վրա է մեկ ոտքը ցամաքին եւ ինք ամբիսյուն մգայր շուրջ սյուն չէ մգայր շուրջ որ աստծո փառքը կներկայացնի հիշեք եւ որ Մովսես բարձրացավ Սինասարը եւ որ ինքը բարձրացավ այնտեղ եւ վար իջավ ժողովուրդը չգրցավ նայել Մովսեսի երեսը ասին որ ծածկե երեսը որով ինքը աստծո ներկայության մեջ այնքան աստծո փառք իր վրան եկած էր որ մարդիկ իր երեսը չէին գրնար եւ գսե քողմը պետք էր տնեն ծածկեր իր երեսը որ մարդիկ իրեն նային ուրեմն այս ամբը կնմանի նաեւ այդ քողին կամ այդ նաեւ այդ խունգին որ բարձր քահանայապետը դարին մեկ անգամ պիտի խունգով լեցներ այդ խորանը որ կարողանա մտնալ սրբության սրբոցը եւ ամբիսյունի նման այնտեղ իր փառքը գերեւնար ուրեմն երկու բան մեկ աստծո փառքը այս հրեշտակին որ հզոր հրեշտակ բնի աստծո ներկայության մոդեն գուքագոր շատ մոդ եւ երկրորդ որ ցևով այդ ամբը այդ փառքը Հովանեսը չմեռնի այդ փառքեն անցյալ անգամ տեսանք Հիսուսի արչեւ ինքավ մերելի բեսկսը այս երկու բաները հիշենք մեկը որ ասո շատ մոդեն ներկայություն են իրեն մագաղաթը ցերկը որ վերցուցած էր ասենք 4-5-րդ գլխուն մեջ ուր որ ներկայացվեցավ այդ 7 գնիկով մագաղաթը հիմա հրեշտակը կփերեգոր ասիգա Հովանեսին եւ աստծո ներկայություն են գուքավոր երկրորդ համարը որ գուզեմ գարին քույր կարդաս 9-րդ գլխի 13 համարն է ձիածանի մասին հիմա մի հատ անդրադառնանք Okay 9-րդ գլուխ ծննդոց այո ծննդոցն է որ գուզես այո ծննդոց 9-րդ գլուխ 13 համարը իմ աղեղս այո ձիածանի մասին անդրադառնանք գրված է իմ աղեղս ամբին մեջ պիտի տնեմ ամ պիտի ըլլա իմ ու եգրի մեջտեղ եղած ուխտին նշանը Այո, ուրեմն այստեղ մենք կտեսնանք այս ուխտի նշանը, որ ձիածանն էր, որ ասված Նոյի ժամանակ խոստվա, որ աշխարհը նորեն չրհեղեղով չի պիտի գործանե։ Այդ նշան մներ, ամբը աղի նման, այսինքն բո անգլերեն, բայց հագարակ դարձած, այսինքն ոչ թե զարիվար, որ կարծես աղեղը ինչ կնե, նեդը կփռնե եւ նեդը ցկեսնե կվնասե անոր որ ուղարկված է ուրեմն աղեղը հագարակ դարձած կխորհրդանշե որ այլևս ասված ուխտ մը գնե որ ժողովրդին որ ես ծեր վրա չի պիտի հարցակիմ ծեր վրա չի պիտի գործանեմ բանով չրհեղեղով եւ այդ աղեղը հագարակ դարձած այստեղ զիածանի նման ասել գուզե որ այստեղ աստված որ ուխտ կբահե այս հրեշտակին հետ ուժեղ պատկամը գփերեգոր շնորհք նորեն փոխանցելու որով այդ մագաղաթը որ պիտի դա Հովանեսին կամ այդ քրկույկը որ իր ցախ ցերքի մեջն է Հովանեսին պիտի դա որ Հովանես պատկամը քարոզե որում միջոցով այդ պատկամի միջոցով նորեն շնորհք պիտի հասնի Աստծո ժողովրդին թե երկրի վրա եւ թե ցամաքան ծովի վրա եւ անոր իմաստները վերջ պիտի տեսնանք ուրեմն այս համարեն զատ գուզեմ Մատթեոս 17:2 համարն ակարդակ մի հատ որ տեսնանք որ այս փառքը ինչպես հայտնվեցավ Քրիստոսի միջոցով
Անոնց արջև այլագերբեցավ ու իր երեսը փայլեցավ արեքագի պես ու իր հանդերձները ջերմկցան լույսի պես։ Okay, այստեղ գտեսնանք որ հրեշտակին երեսնալ արեքագի պես կփայլի գոր եւ այստեղ ամբով ինքը շրջապատված է, հակված է եւ մենք տեսանք այնտեղ այսինքն չի տեսանք Մատթեոսի մեջ այնտեղ կբացատրի որ ինքը այլագերբվեցավ իր աշակերտներուն արչեւ ամբ մնագար ցեվով այդ ամբը ասո ինչպես ասինք ներկայությունը կխորհրդանշե այդ արևի նման իր Փառքը գխորհրդանշե լույս որուն Քրիստոս աշխարհի լույսն է եւ այդ ամբը ցեվով մնալ պաշտպանություն էր որով այնտեղ գար Հովանես, Պետրոս եւ Հակոբոս եւ 30 վրա իրեն գալինգան հզոր փամն է այսպեսի հրեշտակիմը կամ Աստծո ներկայության մեջ լալ ինչպես Մովսեսին երեսը չկրցան նայել սոցիալը պաշտպանությունն էր Հովանեսին որ չկործանվի այս փառքին մեջ եւ ցեվո մնալ Աստծո ներկայությունը որ մենք կտեսնանք Հիսուսի միջոցով այլագերբության ժամանակ նման օրինակը Շատ լավ, հիմա անցնենք իր ոտքերն այստեղ ցույց կտա, որ այս հրեշտակը հնոցի մեջ են, ինչպես առաջին քուխում մեջ 9-րդ համարեն անտին տեսանք Հիսուս նկարագրված էր, գրագի մեջ են անցած, այսինքն սրբակորձված, մաքրված, զդված, հզոր, ուժեղ հրեշտակ մնացկա անունը չի դրվիր որ Գաբրիելն է կամ Միքայելն է շատերը կգարձեն որ այդպես Գաբրիելն է կամ Միքայել հրեշտակն է եւ եթե մենք գիշենք նման բանը եղավ Դանիելին գիշես գարին քույր եւ որ 9-րդ քուխում մեջ Դանիել գաղութեր հրեշտակ մի եկավ իրեն եւ վերջնա 10-րդ քուխում մեջ նա գսե վախցավ ինգավ մարդուն նման էր Մարդու նման ուրեմն երբեմն հրեշտակները բատկամափերները մարդու երբարանքով գրնան ներկայացրին ինչպես եղավ Դանիելին եւ այսինքն մենք պիտի տեսնանք նման օրինակ ունի Երիկոյի պատմության մեջ եւ անոր կանտրաթարնանք որ Երիկոյի այդ պատմության մեջ 5-րդ քուխու Հեսուի գրնաս 5-րդ քուլուխը 13-ն 15 համարները մի հատ ընթերցել։ Այո, Հեսու 5-րդ գլուխ 13-ն 15 համարները։ Ճիրով, ուրեմն երբ Հեսու Երիկովի մոդեր աչքերը վերցնելով տեսավ որ ահա իր թեմ մարդ մգայներ էր որուն ցերկը մերկ սուր մգար Հեսու անոր մոդենալով անոր ըսավ մեզ մեյես թե մեր տշնամիներն ես եւ անիգա ըսավ ոչ այլ ես Տերոջը զարավարն եմ ու հիմա եկա Հեսու երկրի վրա կեդինը ինկավ ու երկրպագություն հրավ անոր եւ ըսավ իմ դերս իր զարային ինչ կհրամայե Տերոջը զարավար այո շարունակի մինչև 15 Տերոջը զարավարը Հեսուին ըսավ ոտքերդ կոշիկները թանե քազի գայնած տեղդ սուրբ է Հեսու հանեց կոշիկները Okay, հոս մենք կտեսնանք պատկերը Երիկոյի բادرուն այդ թեփքին վերջ կամ նույն ժամանակ որ այսպես մարդ մը կգայնի որ Հեսուին արչև եւ գսե որ եւ ինքը կպաշտե որ ասոր որով այնքան հրեշտակը նմանատիպ է Աստուծո որ ինքը կգարձի որ ասիկա Աստված կամ Աստծո մարդն է հրեշտակն է եւ այլն So շատ հաջող այսպես կլա նույնիսկ Հովանես 19-րդ քուխուն մեջ 11 համարի մեջ եւ նույնիսկ 22-րդ քուխուն մեջ ինքը գինա որ հրեշտակներուն արչեւ եւ հրեշտակը կպաշտե որ Հովանես արաքյալը լալով գսխալի որ եւ գսե որ հրեշտակին պաշտել եւ հրեշտակը իրեն գսե որ ես քու եղբայրագիցը դեմ այսինքն ինձի մի պաշտեր Աստծո պաշտե So այսպես հրեշտակները հզոր գրնան երբեմն մարդու գերբարանքով այնպեսի նմանություն ունենալ Աստծո որդուն որ սխալմամբ Հովանեսի պես արաքյալ անգամ սխալ գնե որ պաշտելով հրեշտակին հրեշտակը պատկամափերն է մենք հրեշտակներուն չենք պաշտեր կան մարդիկ որ հրեշտակներ կպաշտեն կան մարդիկ որ հրեշտակներուն ավելի կքովեն քան Աստված հրեշտակը բարձրապես սպասարկող հոգի մնե որ մեզի պատկամը կփերե բայց
մարդու միջոցով գրնա անոր համար Աստվածաշունչը գսե որ մի թատրիկ հյուրասիրել են մարդկանց կամ օդարներում որով ինչ գիտեք որ հրեշտակ մցեզի չայցելելու ոչ թե հրեշտակը անպայման մարդն է այլ այդ մարդու միջոցով պատկամը գբերը պատկամապեր սպասարկող հոգի մնե մենք կգարձենք մարդ մնե բայց այդ մարդը մեզի պատկամը փերած է շատ հնարավոր որ աստուծմե է մի թատրի գնել են հյուրասիրությունը շատ կարևոր բան է երբեմն նույնիսկ օդարներուն միջին արևելքի մեջ այդ սովորությունը ավելի գա քան հոս մենք կուզենք մեկ հատ տելեֆոն մնեն մեզ ասեն ով են ինչ են ամենայն so այդ հյուրասիրության ընթացքը ասված երբեմն մեզի մարդոց միջոցով պատկամը գբերը պատկամապեր կորձած է ոչ թե իրենք սուրբ հրեշտակներ են անպայման այս սպասարկող հոգին իրենց միջոցով մեզի կխոսի okay անցնենք հիմա ուրեմն այս ինչ որ Հեսուին եղավ շատ նմանություններ ունի որով Հեսուի ժամանակ մենք պիտի տեսնանք որ այդ 7 փողերը որ մենք տեսանք այս հրեշտակները հնչեն որ նման են 7 քահանաներուն եւ վերջ պիտի նենք վերակախ որ 6 օր պիտի թարնային Երիքոյի բادرուն շուրջ եւ 7-րդ օրը 7 անգամ պիտի հնչեցնեին այդ փողերը եւ Երիքոյի բادرը պիտի փլեին եւ ինային եւ հрьяաները պիտի մտնեին այդ քաղաքը եւ պիտի այրեին ամեն ինչ որ Աստված ասած էր ամեն բան պիտի այրեին մեծ բզդիկ ինչ որ լա փացի մեկ անցմը եւ իր դունը եւ անոր մասին գուզեմ նորեն շեշտել մենք խոսեցանք այս միտքը այդ անցը Ռահաբ բորնիգներ եւ ով Ռահաբ բորնիգին դունը մեջը լար եւ այն դունը որ գարմիր ժաբավենը պիտի թրվեր այդ դունին վրա հрьяաները չպիտի այրեին այդ դունը եւ ոչ մեկուն չպիտի սպանեին որ այդ դունի մեջն է մենք այսօր օրինակը տեսանք հայտնության 7-րդ քուխուն մեջ այնտեղ տեսանք որ ով պիտի գրնա գանկնիլ Քարնուգին փարգության արչև անոնք որ Քարնուգին արին ունեին հիմա անոր միտքերը շատ նման են այս հայտնության քիրքին միտքերուն զուքահերներ կան ինչ որ նաև եղավ ելից քիրքի 13-րդ քուխուն մեջ եւ որ մահվան հրեշտակը պիտի անցներ այդ դուներուն վրա են որ ինչ ծրած էին իրենց ցանտիկներուն վրա Քարնուգին արյունը այնադեն Փարացիորեն քարնուկը պիտի մորթեին եւ անոր արյունները իրենց Թանտիկներուն վրա եւ իրենց բադոաններուն շուրջ պիտի տնեին եւ որ հրեշտակը դեսնար այդ տուները որ այդ նշանը ունեին այդ տուներուն վրա այն պիտի անցնեին եւ առաջնեկները չպիտի մեռնեին հիմա նշանը Երիքոյի բادرուն թեփում նորեն գարմիր ժաբավեն մներ եւ որ հрьяաները մտնային այդ գարմիր ժաբավենը նորեն արյունի քույնը լալով կխորհրդանշե նաեւ Քրիստոսի արյունը որ հայտնության 7-րդ քուխուն մեջ մենք խոսեցանք անոնք որ Քրիստոսի արյունով ծածկված են պիտի պահպանվին քարնուկին փարգությունն այո Ամեն պիտի հարցումը մեկնելով օրինակ Ռախապորնիկին որ ով որ իր դունի մեջն էր ազատվեցան մահեն կամ արյան նշանեն որ տրանտիկին վրան կասված է խորիս որ ազո հավատարմությունը եւ բարիությունը օրինակ մայրեր կան որ իրենց զավակներն համար գաղութեն եւ անաբաշխար են եւ որ դերոջը երկրորդ քալոստին որ մեզի հետ պիտի դանի մերին զավակները կամ մերին ընտանիքը որ մեր դան մեջն են պիտի փրկվին մեր պատճառով Մեկնելով Աստվածաշունչին ոչ, բայց ազո ասենք նախախնամության եւ բարիության հավատարմության համար կսեմ։ Շատ կարևոր հարցում է ասիկա եւ պետք է լավ գիտնանք որ Աստծո շնորհքը տարբեր ցևերով կհասնի մինչեւ մեր վերջին շունչը։ Սո գրնալ որ այդ մայրերը կամ հայրերը որ աղոթած են իրենց զավակներուն համար որ անաբաշխար վիճակի մեջ կամ ըմփոստ են եւ չարության մեջ են այդ շնորհքը իրենց ի շնորհիվ իրենց խնդրվածներուն եւ աղոթներուն կամ մեծ մամաներու մեծ բաբաներու աղոթներով եւ կամ ուրիշներուն այդ շնորհքը հասնի անհատներուն բայց ի վերջո այդ դունի մեջ լալը բարձաբես քու զավակներդ որ քեզ մեծ ծնած են չեն ժարանքեր ասո թակավորությունը բարձաբես որով թուն հավատացյալ ես կամ քու ամուսինդ
հավատացյալին որոշումը պետք է անհատական լա ինքը չի գսեն երբեմն անգլերենով որ հավատացյալը մեծ մամա մեծ կամ մամա բաբա չունի այսինքն ինքը պետք է իրեն համար այդ որոշումը կայացնե բայց իր որոշումը կայացնելու այդ շնորհքը հասնելու իրեն շատ հաճախ Աստված է իր մամայի, բաբայի եւ կամ ուրիշներու աղոթներու միջոցով։ Ուրեմն այդ դան անդամը լալով ասել չէ որ այդ անձը անպայման կամ քու անունը կգրե ասելով ինքը պիտի ժառանգի Աստծո թագավորություն։ Ամեն անհատ ունի բարդականությունը ինքը իրեն համար ընդունելու Քրիստոսի պրևիրդերը եւ թավանելու հավատալու իր սրտի մեջ որ Հիսուս Աստված է դերն է եւ միակ իր արյան միջոցով գրնա ինքը մեղքերու թողություն ստանա եւ պետք է թավանե իր շրթունքներով միայն սրտի մեջ հավատալա չէ գսե Հիսուս չէ որ ով որ գամշնա ինձ թավանելու մարդկանց արչեւ ես ալ չի պիտի թավանեմ իրեն իմ հորս արչեւ եւ հրեշտակներուն արչեւ լուրջ հարց է անորոմար կարեւոր է որ մենք հավատանք եւ թավանենք մեր շրթունքներով եւ ադա գտնված է Ռոմայացիս 10-րդ քուխուն 7-9 համարներում մեջ այնտեղ գրնակ գարթալ այնտեղ գսե ով որ հավատա իր սրտի մեջ եւ թավանե իր շրթունքներով որ Հիսուս Քրիստոս մերավ Երեգոր վերջ հարություն արավ, Աստված է, դերն է, մարմինով եկած է, տարբեր ցևերով ասոնք պետք է մենք թավանենք եւ մեր շրթունքներով։ Հավատքը կպահանջի որ քաչլանք վկայելու մեր շուրջիններում որ մենք կհավատանք մեր սրտի մեջ։ So ժառանգությամբ չի կար բայց եւ որ ասենք որ նույն դանը մեջ ով որ այսինքն պիտի մտածենք ավելի Աստծո դունը ով որ Քրիստոսի արյունը ունի իր հավատքով ընդունած իբրև միակ միջոցը բրգության դերոջը դանը մեջն է կհասկանաս այս ծավալ պետք է մտածենք եւ ով որ դերոջը դանը մեջն է հավատալով եւ Քրիստոսի արյունը հավատքով ընդունելով հերիք է իրեն բրգության համար ասե կարևոր Okay յետքանք մեր այս նկարին եւ այս մեկնաբանության ուրեմն գխոսենք նաեւ ուրեմն մեկ անցնենք ուրեմն խոսեցանք որ այս հրեշտակը ուներ կամ կփայլեր արևի նման եւ ամբի նման եւ սյուները ոտքերուն վրա ուզեմ ցայնի մասին ախոսել ինքը բարձր ցայնով գխոսի ուզեմ 29-րդ Սամոսը մի հատ բանանք եւ այնտեղ Բեչունին ամեն համարները կարդալու, բայց գրնամ ասել, որ այդ Սամոսին մեջ կսե, որ այս դերոջը ցայնը շատ ուժեղ է, այնքան ուժեղ եւ այնտեղ կնկարագրե դարբեր մի քանի հատ կարդանք, որ տեսնանք առաջին 29-րդ Սամոսին 3-րդ համարը որ կարդաս եւ 4-րդ համարը 5-րդ համարն ալ կտեսնանք մի քանի հատ 9 անգամ մեզի կբացատրի որ իր ցայնը մեկ հատ մեկ երկու համարը կարդանք Դերոջը ցայնը ճուրերուն վրա է Փարած Աստվածը գորոդա Դերը շատ ճուրերու վրա է Դերոջը ցայնը ուժով է Դերոջը ցայնը վեհապարությունով է Դերոջը ցայնը եղևինները կգոտրե ու դերը կգոտրտե լիբանանի եղևինները Okay ուրեմն մենք կտեսնանք ինչպես այստեղը հզոր հրեշտակը գուքա եւ գաղաղագե որ բարձր ցայնով երրորդ համարի մեջը այս դերոջը ցայնը գլսի որ իր միջոցով եւ ուժեղ է դերոջը ցայնը այսպես երբեմն գրնակալ գսե ոչ թե ամբի բան որոդումի նման եւ այլն գիտես Եզեկիելի քիրքի մեջ երբեմն լուր սուս ծևով գուքա բայց նաեւ երբեմն այսպես հրճագե իր ցայնը քեզի կթափանցե մինչև զուզը ոսկորներուտ ուրեմն եւ որ իրեն ցայնը լսենք շատ կարեւոր է որ հետևենք իր ցայնին եւ իր հրահանգներուն շարունակենք նաեւ ուզեմ հիմա նայենք մյուս համարներուն 10-րդ գլխի 2-րդ համարը գսե բզդի քրքույկ մուներ իր ցերքին մեջ այս քրքույկը խոսեցանք ասոր մասին անցնենք
որ իր մեկ ոտքը ձովում վրաներ եւ մյուս ոտքը ցամաքի վրա։ Մենք պիտի տեսնանք 10-րդ քուխուն մեջ եւ հոն հասնենք, այնտեղ նա երկու վկաներ պիտի կան, որ քազանին գեդևին կամ երկու որ վիշապին գեդևին երկու քազանին գեդևին երկու վիշապներ եւ մեկը գսե ձովեն դուրս պիտի ելը մյուսը ցամաքեն սո շատ այնտեղ երկու դարբեր անձնավորություններ պիտի տեսնանք այստեղ մեկը կտեսնանք որ իշխանության իմաստ ունի իր ոտքին դակ այսինքն ունի ձովը եւ ցամաքը այսինքն բոլոր աշխարհը հիմա կան մեկնաբանողներ որ այդ ձովը որ հիշված է նաեւ 17-րդ քուխու մեջ եւ այնտեղ կբացատրեի դեռնանք համարը դառնալ եւ նայել մեկ հատ բանանք հայտնության 17-րդ քուխը եւ այնտեղ գսե 15 համարի մեջ որ գսե ու ըսավ ինձի այն ճրերը որոնք տեսար որոնց վրա բորնիկը նստեր էր ժողովուրդներ են ու բազմություններ եւ ասկեր ու լեզուներ Okay. So այստեղ բորնիկի մասին գխոսի եւ բորնիկը գսե նստած էր այս ճուրերում վրա։ Այնտեղ ճուրերը եւ իր մեկնաբանությունը վերջը 15 համարի մեջ գտա որ այդ ճուրերը գխորթանշեն ինչ բազմությունները, ժողովուրդները եւ այլն։ Եվ այն անոր վրա նստած էր բորնիկը, ինքը գիշխեր գոր այդ ժողովուրդներում վրա։ Միտքոհոս այստեղը այս հրեշտակը ունի իշխանություն, ունի հեղինակություն թե ձովի եւ թե ցամաքի ուրեմն եթե ձովը ժողովուրդներն են եւ ազգերն են եւ այլն որում վրա ինքը իշխանություն ունի եւ նաեւ ցամաքը շատերը գսեն ցամաքը հрьяաներն են ձովը բոլոր մյուս ազգերն են այս մեկնաբանությունը կա որ քիչ մտարբեր ծևերով կմեկնաբանվի ըստ այս համարին որ այստեղ ասի եւ որ ցամաքը ասե երեց բառն է եբրայերենով երեց ասել է բանը երգիրը որ շատ աջախ ադիկա հիշված է իբրև հрьяաները okay so ինքը ունի իշխանություն կարևորը այդ է այստեղ եւ ինքը մեծ ցայնով խոսեցանք այդ մեծ ցայնով որ կորա որոդումի նման կկանչե եւ 7-ը փայլակներ եւ որոդումներ գլսվին 7 թիվը մենք տեսանք որ հայտնության քիրքին մեջ ինչ իմաստուներ գարին ամբողջության ինչու որով ասված 7 օրվան մեջ երկինքը ու երգիրը ստեղծել է 6 օրվան մեջ 7-րդ օրը հանգիստ դրավ ամբողջացուց ամեն բան վերջացավ այստեղ ուրեմն այս 7 որոդումները որ կհնչեն ուրեմն իմաստ ունի եւ գադարյալ փամը գուզեգոր որ աստված ասել որ ամփոքչացված է ուրեմն կփածած է ադիգա մեզի հաջորդ համարի մեջ եւ գսե Հովանեսին որ Հովանես մի քրեր այնինչ որ այս 7 որոդումները կհնչեն գսե փագե Այսօր միտքը մեզի գդրվի Թանիելի 12-րդ քուխուն 4 համարի մեջ, որ եթե Թանիելի քիրքը փանանք 4-րդ համարի մեջ, որ գսե թուն ով Թանիել այս խոսքերը կոչե ու քիրքը գնքե մինչև վերջին ժամանակը, շատերը ուշադրությամբ պիտի գարտան ու գիտությունը պիտի շատնա։ Okay. Գիտությունը պիտի շատնա, ինչ կլա որ հիմա մեր ժամանակներուն գիտությունը կշատնա որ ինտերնետի միջոցով մենք կտեսնանք որ ամեն դեղ ինչ կուզես որ երգերը գրնաս մտնալ այնտեղի թերթը լուրերը գարթալ գրնանք որ մեկ հարցում դալ եւ AI գսվի հայրեն AI-ին հայրենը չեմ գիտեր եթե գա artificial intelligence ասել է որ ոչ մարդկային իմաստություն այլ ցևով ասենք այդ նման է գենաց ծարին փան որ բդուղը այդ բարդեզի մեջ կար որ մարդկային իմաստություն է ասիկա իմաստությունը կշատնա որ բայց ինչ տեսակ իմաստություն աստվածային իմաստությունը իր խոսքին միջոցով մեզի կտա բայց գիտությունը այնքան շատ է որ մարդկանց շփոթության մեջ կտնեք չեն գիտեր ինչ պիտի կարդան չեն գիտեր ինչ բանի վրա պիտի վստահին եւ այդ գիտությունն է կշատնա որ բայց այդ փոլորին մեջ
Աստված Դանիելին գսել որ գնքե, այսինքն մի ցկեր որ հասկանան ինչ է իմաստը, վերջին օրերում պիտի հասկացվի։ Այդ ինչ որ Դանիելին գսել որ գնքե, Հովանեսին գսել որ մի գնքեր, առաջին գլուխը հայտնության քիթքին մեջ, որ ամեն մարդ հասկանա։ Բայց հոս կուքան որ 10-րդ գլխու մեջ եւ այս 7 որոդումները որ հնչեն իրեն հրեշտակը գսել որ գնքե։ Մի ցկեր որ այսինքն մի քրեր, բայց հետաքրքիր